Քննարկման եւ փակ գաղտնի քվեարկության արդյունքում ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը եւ Վահագն Ալեքսանյանը։ Քվեարկությունից անմիջապես հետո լրագրողների հարցերին է վարչապետը պատասխանում խորհրդարանի երկու փոխոստակների պաշտոններին հավակնում էին 5 թեկնածու Հայկ Կոնջորյանից ու Վահագն Ալեքսանյանից բացի եվրոպական ինտեգրման ու պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Արման Եղոյանն ու Արուսյակ Ջուլհակյանը, պատգամավոր Ալխաս Ղազարյանը։ Փաշինյանը մանրամասնում է խմբակցության ղեկավարի դեպքում էլ գործընթացը կլինի առաջադրումներով, քննարկում ու քվեարկություն կլինի։ Արձագանքի կարիք չեն տեսնում Նիկոլ Փաշինյանի արձագանքն է Իսրայելի կառավարության հայոց ցեղասպանությունը ճանաչելուն, մանրամասնում է։ Որովհետև կարծում ենք, որ հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահից, այսինքն արձագանքի կարիք չենք տեսնում։ Առաջիկայում էլ որևէ դեպքում արձագանք չի լինելու։ Արդեն ասացի։ Ռուսաստանի նախագահի հետ նախատեսված հանդիպում չի եղել, հանդիպման որոշված ժամկետներ չեն եղել, ճշգրտում է վարչապետը։ Ուրիշ թեմայի մասին է եղել եւ դա համենայն դեպս առաջիկայում կլինի համոզված եմ հանդիպում։ Մոսկովին կայանալիքի ՀԱՏՄ նիստի շրջանակներում։ Այնտեղ միջկառավարական խորհրդի նիստ է եւ վարչապետերն են մասնակցում, նախագահներ չեն մասնակցում։ Քննարկեք վարչապետի հետ այս պատժամիջոցների հարցը։ Պատժամիջոց բառը ճիշտ չի, պատժամիջոց չկա եւ չի կարող լինել, այլ թեմա կա, բնականաբար կքննարկենք։ Իսկ այդ սահմանափակումների հետևանքով այս ընթացքում գնահատվել է, թե տնտեսությունն ինչ վնասներ է կրել։ Փաշինյանը հորդորում է նայել փաստերին։ Տեսել եք, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիսին 11% է եղել եւ հունվար-մայիսը եղել է 8%-ից ավելի։ Այսինքն չի ազդել Դե գիտեք, ընդհանրապես տնտեսության վրա միշտ էլ ինչ որ ազդեցություններ կան։ Մի ճյուղը ակտիվանում է, մի ճյուղը պակասում է եւ այդպես շարունակ։ Փաստը այն է, որ մենք ունենք 11% տնտեսական ակտիվության ցուցանիշ։ Արդյոք Եվրամիության աջակցությունը լինելու է շարունակական, վարչապետը հիշեցնում է Եվրահանձնաժողովի նախագահի Հայաստան այցի մասին։ Եվրամիության հանձնաժողովի նախագահը կգա, կքննարկենք, եզրակացություններ կանենք եւ կասենք։ Ալեն Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության նախագահը կդառնա հարցից, վարչապետը զարմանում է, հարցի հիմքը չի տեսնում։ Ազգային ժողովի նախագահից հետո թե որ դաշտում կներկայանա Ալեն Սիմոնյանը դեռ որոշված չէ, պարզաբանում է Փաշինյանը։ Ի վերջո փորձը այս պահին մեր թիմում ազգային ժողովի երկու նախկին նախագահ կա, նախկին նախարարներ կան, նախկին փոխվարչապետ կա եւ այլն եւ այդպես շարունակ, դա քաղաքական կապիտալ է, որը ես շատ կարեւոր եմ համարում եւ նաեւ կլինի իհարկե չի կներեք Սիմոնյանի միջև իհարկե չի որևէ անձնական բան չկա իրեն իմ ու Ալեն Սիմոնյանի միջև ոչ բացարձակ դուք իրեն տեսնում եք այսքան խորհրդարանական գործունեությունը շարունակելու իմ մենակեն չի ես որտեղ եմ տեսնում նաեւ ինքը պետքա տեսնի դրա համար մենք մեր կարծիքները կհամադրենք մենք մեր կարծիքները կհամադրենք կամ եթե չհամադրվի կքննարկենք կտեսնենք ըստ այդմ Իրինամ Կրչյան, լուրեր։